Բարի երեկո, սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, գողջունենք ցեզ դարձյալ Մեծիդանն Գլիգիո կաթողիկոսության քրիստոնեական դաստիարակության բաժանմունքին կողմէ գազմագերբած հավատք եւ կյանք հայդակիրով համագործակցությամբ Վանացայինի այգական ռադիոգայանին։ Այսօր Վանացայինի ստուդիոյեն ներս ուրախությամբ կհյուրընկալենք Բիկվայայի Սուրբ Աստվածածին վանքի վանահայր դերը Կերաբադիվ դեր շնորհք ծայրակուն վարդապետ Աշակյանը, որ իր փապակին համաձայն պիտի խոսի ապրիլ աստվածահաճո կյանքի խորակրով։ Աստվածօգնական եղբայր եւ բարիրգուն։ Եվ օգնական բարիրգուն։ Սկսելով ամիջապես մեր հարցազրույցին, նկատի ունենալով, որ հայ Սուրբ նյութը վստահ են, որ իր հոգևոր բնույթն ունի, աստվածահաճո կյանք ապրիլ։ Մեր առաջին հարցումը պիտի լա ինչ է կյանքը եւ ինչպես կրնանք օգտագործել մեր կյանքը աստվածահաճության համար։ Բնականաբար առաջին արիթով երբ այսպիսի հարցումը լսենք բարձությամբ կմոտենանք այս հարցին այն հասկացողությամբ որտեղ մենք այսօր գանք գաբրինք եւ երբեմն միջև իսկ գանքի դակցինք կյանքի կարեւորության եւ կյանք երևույթի մասին եւ շատ հաճախ առօրյա դժվարություններեն կամ առօրյա ընթացքեն մեկնած գաբորնանք անոր փունիսկ էյության մասին կյանքը իրողության մեջ Աստուծո կողմէ մարդուս դրված մեծակույն բարգևն է։ Կյանքը անշուշտ կարելի է բացատրել հիմնական երկու իմաստներով։ Առաջինը բնականաբար բոլորս գիտենք, կյանքը ժամանակավոր ընթացք մնե, որ յուրաքանչյուր անհատ գաբրի գկործե այս աշխարհի դարածքին վրա, յուրաքանչյուր դարիք իրեն հadouk անուշությունը ունի, յուրաքանչյուր դարիք իրեն հadouk պատասխանատվություններ ունի, դժվարություններ ունի, եւ ինչպես գիտենք, ինչպես որ կյանքը սկիզբ ունի, նաեւ ունի իր վախճանը։ Սակայն այս բոլորը բավարար չեն կյանքի իսկական իմաստը կամ նշանակությունը բացատրելու, որովհետեւ իսկական կյանքը այս բոլորը անտրանցնող այս բոլորեն անտին հոգևոր կյանքն է։ Ինչու՞։ Որովհետև մեր ֆիզիկական ամբողջականության մեջ մեզ մի յուրաքանչյուրս ունի Աստուծո շունչեն բաժինը։ Եվ հետևաբար ինչպես որ մեր արդակին գազմվածքը կամ արդակին կյանքը, ֆիզիկական կյանքը ունի իրեն հadouk բանջկներ, նմանապես առավել եւս մեր հոգևոր կյանքը։ Անոր համար այսօր ուզեցինք խոսիլ աստվածահաճո կյանքի մասին, որբեսի գիտնանք թե ինչ է մեզ մե սպասվածը, ով ենք մենք որբես մարդ անհատներ, ինչու գաբրինք, ինչու գործենք, ինչ է մեր կյանքի նպատակը, ինչ է մեր կյանքի իսկական էությունը, սակայն որպես քրիստոնյա հավատացյալ, որպես քրիստոնյա մեծ ընտանիք, մեզ մի յուրաքանչյուրս գարաշնորթվինք եւ կամ գղեկավարվինք, կամ մեզ մի յուրաքանչյուրս գսպասվի հիմնական մեկ իրողություն կամ մեկ նպատակ անալ օգտագործել է մեր կյանքը, օգտագործել է մեր ներկայությունը այս աշխարհի վրա, որբեսի մենք բոլորս, մենք մեր անձերը, ինչպես նաև մեր շրջանակը, ինչպես նաև մեր ընկերություններում մեջ ապրենք ու գործենք այնպես, ինչպես որ Աստուծո հաճելի գտվի, ինչպես որ Աստված ինք ուզած է կամ խնդրած է մեզ մի յուրաքանչյուրս, որբեսի ապրենք եւ գործենք։ Այլ խոսքով գերդենք մեր անձը որպես քրիստոնյա հավատացյալ, ունենանք մեր կյանքի մեջ նպատակներ, առօրյա նպատակներ,
ամսական նպատակներ, դարեգան նպատակներ։ Բարձրապես այսպիսի մեքենական ապրումը չլա մեր ներկայությունը այս աշխարհի վրա, այլ ունենանք ճշգրիտ նպատակներ, առօրյա նպատակներ։ Օրինակի համար այսօր ես պիտի փորձեմ անոթիմը կերակրել։ Կամ հաջորդ օրը գարթնամ, գսեմ որ այսօր ես պիտի փորձեմ դխուր անձնավորության մտեմքին վրա ժպիտ բերեմ։ Այս բոլոր ընթացքը ինքնին ներքին ապրում, ըսկացում, հարադեվություն է որ գենթացրեն։ Հետևաբար մեզ մի յուրաքանչյուրս կսպասվի ֆիզիկականին ավելի, ֆիզիկականին անտին, հոգևոր կյանքի, ներքին ապրումներուն, ըսկացումներուն, երևույթներուն արժեք դալ։ Անոնք է որ զաստված կհաջեցնեն, անոնք է որ մեր միջոցով զաստված է որ կփարավորեն։ Շնորհակալություն։ Շատ բարի։ Աստվածահաճո կյանք ասելով ինչ կհասկանանք այսօր։ Աստվածահաճո կյանք ասելով մենք կրնանք հասկանալ հետևյալը։ Նախ ասեմ, որ մեզ մի յուրաքանչյուրս որպես մատ անհատներ Աստուծո կողմէ օժտված ենք այլազան շնորհքներով։ Մեզ մի յուրաքանչյուրս որպես մարդ անհատ, որ գաբրի ու գործե այս աշխարհի մեջ, Աստծո կողմէ իրեն դրված է հadouk շնորհքը։ Աստծո կողմէ իրեն դրված է հadouk բարդավորությունը, այլ խոսքով ասած, անշուշտ, եւ մարդ գոչված է իրեն վստահված այդ շնորհքը իգործ տնել Աստուծո գամքի համացայն աստվածային ճշմարտություններու մեջտեղ բերման առաքելությամբ անշուշտ բնական է որ Աստված ազատ գամեցողություն տվավ յուրաքանչյուր անհատի մեզ մի յուրաքանչյուրին նախքան Քրիստոսի կալուստը բոլորս գիտենք որ մարդիկ ղեկավարվեին հadouk օրենքներով եւ անոնք որոնք օրենքին թեմ գործեին կամ օրինազանց կլային անոնք գտադաբարդվեին մահվան կամ այլազան բադիժներու սակայն Քրիստոս իր կալուստով մարդկային կյանքի մեջ ազատություն բերավ մարդկային կյանքի մեջ նոր ցև բերավ ան իր ապրած կյանքով մեզի ցույց տվավ թե ինչպես մենք կրնանք գադարելության հասնել ինչպես մենք կրնանք Աստուծո հասնել ինչպիսի կյանք պետք է ապրենք որ ադիգա կրնա մեզի հաճելի թվիլ Աստուծո ինչ պետք է անենք ինչպես պետք է գործենք ինչ է կյանքի ընթացքին ինչ է մեզ մի յուրաքանչյուրս սպասումները ինչպես պետք է արժևորենք կյանքը ինչպես պետք է նայենք կյանքին անշուշտ այդ բոլոր օրինակները ավետը Աստվածաշունչի մեջ այլազան եւ բազմազան են Քրիստոս ինքզինք հրճագեց որպես ես եմ կյանքը հետևաբար մենք չենք կրնար կյանքի մոդենալ այնպիսի դրությամբ որ ոչ բարձրապես ժամանակավոր ընթացք մնե ժամանակավոր հատված մնե այո ժամանակավոր է սակայն այդ ժամանակավորն իսկ պետք է օգտագործենք որովհետև մենք որպես քրիստոնեություն մենք կհավատանք հավիտենական կյանքի որովհետև հոգին անմահ է հոգին չի մեռնիր անշուշտ մեր հոգին չի մեռնիր մեր հոգին գարժանանա իր իսկական դեղին երբ որ մենք այս ժամանակավոր ընթացքը օգտագործենք Աստուծո հաճության համաձայն ինչ կուզե Աստված մեզ մե ինչ կփնտրես Աստված մեզ մե այն ինչ շնորհքներ որ դված է մեզի անոնք արժևորենք իր փառքին համաձայն ապրին այնպես որ ինքը մարնանալով մեր մեջ բնակելով մեզ մի յուրաքանչյուրին դվավ իր կյանքով նախ ցույց տվավ եւ ապա ապրիլ սորվեցուց շնորհակալություն Շատ բարի հայ Սուրբ առնենք մեր տատարը որ մենք ետ գշարունակենք արի դեղեցություն դուք պիտի լսեք նկատի ունենալով որ 40-օրյա բահեցողության մեջն ենք եւ անցյալ գիրագի արդակսման գիրագի էր հետեւաբար արդակսման գիրագին նվիրված շարականն է որ գլսեք Oh
Շատ բարի սիրելիներ, ինչպես տեսաք եւ ինչպես լսեցիք, մեծ բահոց շրջանին արդակսման գիրագի շարականն է, որ դուք լսեցիք, որ զորենը սրբության բահոց եւ ինչպես սկիզբեն ասած էինք, անոնք որոնք մեզի նոր միացան, դարձյալ կհիշեցնենք, որ մեր այսօրվան հյուրը հայր շնորհքն է, Սուրբ Աստվածբիկվայայի Սուրբ Աստվածածին վանքի վանահայր հայ սուրբն է, հետևաբար եւ ինք կխոսի ապրիլ աստվածահաճո կյանքը խորակրով։ Հայ սուրբ մեր շարունակելով մեր հարցազրույցը հետաքրքրական հարցումը, թերևս շատ ավելի սրդի խոսող, թերևս շատ ավելին այսպես ժողովրդային։ Մենք բոլորս ալ որպես Աստուծո զավակներ, որպես մարդ գուզենք կպապակենք Աստուծո հաճելի կյանք ապրել։ Գսենք ես Աստուծո հաճելի կյանք ապրեմ։ Բայց դժբախտաբար մեր շահերեն մեկնած շատ անգամներ մարդոց հաճելի դառնալու համար այդ գործը գնենք եւ գմորնանք Աստուծո հաճելի դառնալ։ Ինչ կսեք աս։ Դժբախտաբար այսօրվան մեր կյանքի իրականության մեջ այս երևույթը, որ մենք գճանանք ու գաշխատինք փոխանակ Աստուծո հաճելի թվին, մարդոց հաճելի թվին։ Արաքինի կյանքը
Արաքինի սկզբունքներով ապրող անձնավորությունը, որ բնավորությամբ բարգեշտ է, համեստ է, ազնիվ է, իր գործերով արդեն ինքնաբերաբար, երբ Աստուծո աչքին ընդիր գերևի, բնականաբար ժամանակի ընթացքին մարդոց աչքին ընդիր գերևի։ Իրողությունը այս է։ Սակայն, երբ հարցին նայենք այլ կերպ, այն իմաստով, որ նախ ասեմ, որ պետք է գիտակցենք, որ մեր երկնավոր հայրը Աստված գեհդեվի մեզ մի յուրաքանչյուրիս քայլերուն։ Մենք ամեն ինչ կրնանք մեր իսկական ինքնությունը, մեր իսկական թիմակիցը, մեր ամեն ինչը կրնանք թաքցնել մեր նմաններն, սակայն Աստուծո աչքեն որևէ բան չենք կրնար թաքցնել։ Դժբախտաբար այսօրվա իրողության մեջ, ոչ թե ընկերության մեջ, այլ համադարած աշխարհի մեջ շատ հաճախ Աստված գմորցվի, որովհետև մեզ մեջ շատերուս ապրուստը, մեզ մեջ շատերուս կյանքը, մեր մեջ շատերուս աբական, մեզ մեջ շատերուս ամսատոշակը, ուդեստը, կամ գաբուստը, ամեն ինչ գախյալ է մարդոց մե, հետևաբար մենք շատ հաճախ որպես դգար բնությամբ անձնավորություններ գստիպվենք երբեմն ծածկել մեր իսկական ինքնությունը, երբեմն կգեղձենք, երբեմն կսդենք, բարձրապես կփորձենք մեր անձերում լավագույնը ցույց տալ մեր նմանին, կամ նոր գազմիվելիք շրջանագին այնպիսի կերպով կրնանք երբեմն մոդենալ, որ հաջելի թվինք, թող մարդիկ մեզ մոտ սպաղին, թող մարդիկ մարդոց կետրոնացում մենք կլանք, տեսնեն, թե ես ինչքանով համեստ եմ, ինչքանով ազնիվ եմ, ինչքանով լավ երդասարդ եմ, կամ ինչքանով այս եմ, կամ ինչքանով այն եմ։ Սակայն իրողության մեջ ես զիս շատ լավ կճանչնամ, ես այդպիսի մեկը չեմ։ Բայց որովհետև այդպիսի անձնավորության մեջ թատրած է Աստված որպես գոյություն, իր մտքի մեջ են վանված է Աստուծո ներկայությունը, կամ իր առօրյա կյանքի մեջ են, առօրյա կյանքի մեջ գոյություն ունին աղոթքը, գոյություն ունին քրիստոնեական սկզբունքները, մտածելաոճը, քրիստոնեական այդ շունչը, անով համար մենք երբեմն այդ անձնավորությունը երբեմն գմորնա Աստուծո ներկայությունը եւ գարելին գնե որբեսի մարդուն աչքին իր նմանին աչքին ընդիր երևի բոլորս ալ աշխարհի վրա չկա մարդ որ չի փափակիր լավ երևիլ մարդոց աչքին ասի բնական երևույթ է սակայն իրողության մեջ բեք չէ մենք այդ ուղղությամբ աշխատանք դանինք մեր գենտրոնացումը անցը պիտի չլա մեր գենտրոնացումը ժամանակավորը պիտի չլա մեր գենտրոնացումը երևույթին վրա չէ որ պետք է լա այլ ինչպես ասի մեր արաքինի կյանքը մեր բարձությունը մեր խոնարհությունը մեր աշխատասիրությունը ոչ թե միայն օգնել օգտակար դառնալ աշխատասիրությունը բոլոր քրիստոնեական արաքին բոլոր բաները որ քրիստոնեական կյանքի արաքինություններում մաս կգազմեն երբ որ ադոնք ունենք մեր կյանքի մեջ բնական է դգարենք պիտի սխալինք դժվարություններ պիտի ունենանք պիտի ինանք յետ ոտքի պիտի ելնենք այս բոլոր պիտի լան սակայն երբ որ ադոնք ունենք մեր մեջ սա կնշանակի որ մենք աստվածահաճո կյանք մնե որ գվարենք աստվածահաճո կյանք վարելը անտին իսկական կիդագից մարդուն աչքին ինքնաբերաբար մենք հաջո գերևինք աշխատանք չէ որ գտանինք չենք կեղծեր մեր անձը չենք կեղծեր մեր ինքնությունը այլ կմնանք այնպես ինչպես որ ենք այնպես ինչպես որ Աստված գուզե մեզ մե յուրաքանչյուրես այնպես ինչպես իր որդին իր արյան քինով բացավ այդ ճանապարհը
իր արյան քինով ուզեց մենք սորվինք, մենք կդարենք։ Եվ հետևաբար դժբախտաբար այս երևույթը քերիշխող է այսօրվա աշխարհի մեջ, սակայն մենք որպես քրիստոնյա, մեզ մի յուրաքանչյուրիս կբահանջվի, որը շնալ այսպես երևույթները, ապրիլ այնպես, ինչպես Աստված ինք կուզե, Աստված ինք կփապակի, ինքնաբերաբար արդեն այդ երևույթը Աստվածահաճո կյանքը ինքնաբերաբար մարդահաճությունը կբերե։ Շնորհակալություն։ Լավ, վերջին հարցումով այս բոլորեն մեկնած ինչ է ծեր հոգևոր խրադը եղբայրական խոսքը մեր ունգընտիրներուն եւ ագընտիրներուն։ Սիրելի ագընտիրներ եւ ունգընտիրներ, ցանկի մասին, որ այսօր միասնապար խոսեցանք, Աստվածային բարգև մեզ մի յուրաքանչյուրիս համար։ Սակայն միշտ գիտակցինք, որ այս կյանքը բնականաբար ժամանակավոր է, անցողագի է, այս կյանքը Աստծո կողմէ մեզ մի յուրաքանչյուրիս որպես արիտ տրված է, մենք մեզ որպես մարդ գերդելու, մենք մեզ արժևորելու, մենք մեր արժեքը գիտնալու։ Կյանքի մեջ կունենանք այլազան դժվարություններ, կան այլազան դժվարություններ, նեղություններ, առօրյա, ընտանեկան, այլազան դժվարություններ գոյություն ունին մեր կյանքերս։ Երբ որ դժվարության մեջ ենք, դառնանք Աստուծո, երբ որ նեղության մեջ ենք, դառնանք իր խոսքին։ Այս աշխարհի վրա ովևէ բան չարժեր, որ մենք մեր ինքնությունը, մեր քրիստոնեական պատկերը գործընծնենք։ Այնինչ որ ունենք այսօր գմնա այս աշխարհին, սակայն այնինչ որ մենք կուտանք ուրիշին, մենք կգադարենք ուրիշին համար, մենք կփորձենք անել ուրիշին համար, այդ բոլորն է որ գմնա մեզի այն իմաստով, որ Աստված հավիտենական կյանքի մեջ մեզ մի յուրաքանչյուրիս պիտի վարձատրե իր գործերուն հիման վրա, անշուշտ եթե անոնք բարի են։ Ապրինք սիրով, ապրինք համբերությամբ, ապրինք իրար հետ խաղաղությամբ, ապրինք երկյուղածությամբ, չմոռնանք Աստվածաշունչ կարդալ է, չմոռնանք աղոթել է, որովհետև մեր առօրյա կյանքի մեջ աղոթքը նաև մեծ դեր կգադարե, այնքան ադեմ որ Աստված Աստծո հետ մենք մեր հարաբերությունը չենք պահեր, Աստծո հետ մենք չենք խոսիր, բնական է որ մեր կյանքի դժվարությունները, նեղությունները, փորձությունները ավելի դժվարությամբ է որ մենք պիտի գրենք։ Վստահ ըլլանք այնքան ադեմ որ Աստված ունենք մեր կյանքի մեջ, Աստված է որ գործե, Աստուծո հանձնած մեր կյանքը, Աստված գիտե երբ, որ մեկ արիթին, ինչ ցևով եւ ինչ կերպով պիտի գործե մեզ մի յուրաքանչյուրին համար եւ մեզ մի յուրաքանչյուրին կյանքով։ Հետևաբար աշխատինք մեր ներքին կյանքին վրա։ Մանավանդ որ այսօր մենք կգտնվենք բահեցողության մեջ, այս արիթը մեզ մի յուրաքանչյուրիս անդրադարձի արիթ է նաև քննելու մեր կյանքը, մենք ով ենք, մենք ինչ ենք, մենք ինչ կգադարենք, ինչ է Աստուծո սպասումը մեզ մի յուրաքանչյուրես, ինչու համար գաբրինք, բեք չէ ապրինք մեքենականությամբ, տնենք նպատակներ, ապրինք անոնց համար, ապրինք Աստուծո փառքին համար, գործենք Աստուծո կամքին համար եւ վստահ ըլլանք այնքան ադեմ որ Աստված ունենք մեր կյանքի մեջ, Աստված միշտ ներկա է անշուշտ, այնքան ադեմ որ մենք կմոտենանք Աստուծո ավելի ճիշտ կլասել,
այնքան ադեմ մենք մեր անձը Աստուծո մոտիկ կբահենք, բնականաբար մեր առօրյա կյանքը անգախ իր դժվարություններով, անգախ աշխարհեն եկող դժվարություններեն կամ փորձություններեն կամ դժվարություններեն մենք կմնանք միշտ կանգուն, մենք կմնանք միշտ ուժեղ եւ մենք չէ որ այդ բարակային գործենք կամ գաբրինք կամ գբայքարինք, Աստված է որ ինք մեր փոխարեն գործե ու գբայքարի։ Հետևաբար արժե կգտնանք մեր կյանքին, գիտնանք ինչպես պիտի վարվենք անոր հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն եղբայր, վարձկենիդ գադար, Աստված ծեր հավատքին եւ գոչումի մեջ հաստատ բահե։ Շնորհակալություն։ Փագելի առաջ մեր հայդակիրը սիրելիներ ագանչալուրը լանք Դավիթ մարգարեին պերնով արդասանված սաղմոսներեն հատվածը։ Լսեցեք դուք բոլոր ժողովուրդներ, ագանչ տվեք դուք բնագիչներ ամբողջ աշխարհի, բոլորդ անխդիր, ռամիկներ ու մեծամեծներ, հարուստներ ու աղքատներ, ինչ որ պիտի ասեմ իմաստություն է, սիրտես բխած խորհուրդները ողջ մտություն, օրինակ մը պիտի առնեմ եւ քնարիս նվակին հետ անոր խորհուրդը պիտի բացադրեմ։ Ես վախ չեմ ասկար, երբ չար օրեր գուքան, եւ նենքավոր թշնամիներ ամեն կողմե կբաշարեն զիս։ Մարդիկ, որոնք իրենց ստացվածքներուն կվստահին, իրենց մեծամեծ հարստությամբ կբարձենան։ Արդարև հարստությունը չի գրնար մարդը սպրգել, չի գրնար կյանքը քնել Աստուծմե, որովհետև մարդուս կյանքը շատ թանկագին է, եւ ովևէ փրկանք բավարար չէ անոր անվախճան կյանք բարգեւելու, մահվան ցերքեն ազատելու։ Գտեսնես, թե իմաստունն ալ գմերնի, հիմարն ու ամմիտն ալ կգործվին, ուրիշներուն ցկելով իրենց ստացվածքները։ Ինչքան ալ շատ հողեր ունենան իրենց անունով, քերեզմանը գտարնա անոնց մնայուն դունը, անոնց բնակարանը բոլոր ժամանակներուն։ Այն մարդը, որ չի հասկնար իրեն դրված բադիվը, գնմանի անփան անասուններուն, որոնք իսպար կգործվին։ Այս է վախճանը անոնց անմիտ ինքնավստահության, այս է վերջը անոնց ինքնակոհության։ Ոչխարներու պես մահվան պիտի մատնվին, մահը պիտի ըլլա անոնց հովիվը, ուղագի քերեզման պիտի իջնեն, անոնց գերբարանքը պիտի ոչնչանա, մերելներու աշխարհը պիտի ըլլա անոնց բնակավայրը։ Սակայն Աստված զիս պիտի փրկե մահվան ջիրաններեն, որովհետև զիս իր քովը պիտի առնե։ Իրար մի անցնիր, երբ որ մեկը կհարստանա, երբ որ բազմապատկվին անոր դունին ինչքերը, որովհետև երբ որ մեռնի, ովևէ բան հետը պիտի չդանի, ունեցվածքը իրեն հետ քերեզման պիտի չիջնե, թեպետ իր գենթանության ինքզինք երջանիկ կհամարե եւ կկովվի իր ունեցած հաջողություններով, բայց ինք եւս իր հայրերուն պես պիտի երթա խավար աշխարհը, ուր լույս պիտի չտեսնե հավետ։ Այն մարդը, որ չի հասկնար իրեն դրված բադիվը, կնմանի անփան անասուններուն, որոնք իսպար կգործվին։ Ամեն։ Փարի գիշեր եւ հաջելի ունգընտրություն։